Մատթեոս 5-րդ գլուխ։ Հիսուսը տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը։ Երբ նստեց այնտեղ, նրան մոտեցան իր աշակերտները, և բացելով բերանը սկսեց ուսուցանել նրանց ու ասել. Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։ Երանի արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագինան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։ Երանի արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։ Դուք եք երկրի աղը։ Եթե աղն անհամանա, ինչով կաղվի։ Այլևս ոչ մի բանի վրա չի ազդի, այլ դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Ճրագը չեն վառում և դնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տանն են։ Այդպես էլ թող ձեր լույսը փայլի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Մի կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա։ Չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից ու մարգարեներից մի հովտ անգամ, որ մի փոքրիկ գրանշան է, չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Ով այս պատվիրաններից փոքրերից անգամ մեկը զանց առնի և մարդկանց այդպես ուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր կկոչվի։ Իսկ ով գործադրի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը չգերազանցի դպիրների ու փարիսեցիների արդարությանը, երկնքի արքայություն չեք մտնի։ Լսել եք, թե ինչ ասվեց նախնիներին. մի սպանիր, որովհետև ով սպանի, դատաստանի կենթարկվի։ Բայց ես ձեզ ասում եմ, ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի։ Եվ ով իր եղբորն ասի հիմար, ենթակա կլինի ատյանի։ Եվ ով իր եղբորն ասի անմիտ, կդատապարտվի գեհենի կրակին։ Եթե զոհասեղանին քո ընծան մատուցելու լինես, և այնտեղ հիշես, թե եղբայրդ քո դեմ ոխ ունի, թող քո ընծան, գնա, նախ հաշտվիր եղբորդ հետ, և ապա եկ քո ընծան մատուցիր։ Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտության եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես։ Գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ դահճին, և դու բանտ նետվես։ Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման։ Լսել եք, թե ինչ ասվեց. մի շնանա։ Բայց ես ձեզ ասում եմ, ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։ Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն և դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներից հետ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ Եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրիր այն և դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներից հետ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ Արդարև ասվել է. ով արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա։ Բայց ես ձեզ ասում եմ, ով իր կնոջն արձակում է առանց պոռնկության պատճառի, ինքն է պատճառ դառնում, որ նա շնանա։ Եվ ով արձակված կնոջ հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Լսել եք դարձյալ, թե ինչ ասվեց նախնիներին. սուտ մի երդվիր, այլ կատարիր այն, ինչ երդվել ես Տիրոջը։ Բայց ես ձեզ ասում եմ, ընդհանրապես մի երդվիր, ոչ երկնքի վրա, որովհետև Աստծու գահն է, ոչ երկրի վրա, որովհետև նրա ոտքի պատվանդանն է, ոչ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ արքայի քաղաքն է։ Ոչ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել։ Ձեր խոսքը պարզապես թող լինի այոն այո և ոչը ոչ, որովհետև դրանից ավելին չարից է։ Լսել եք, թե ինչ ասվեց. աչքի դիմաց աչք
եւ ատամի դիմաց ատամ։ Բայց ես ձեզ ասում եմ, չարին հակառակ մի կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կողմն էլ դարձրու։ Եթե մեկն ուզենա քեզ դատի կանչել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող։ Եթե մեկը քեզ հարկադրի իր հետ մեկ մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկու մղոն էլ գնա։ Ով քեզնից խնդրում է, տուր, եւ ով քեզնից ուզում է փող առնել, երես մի դարձրու։ Լսել եք արդարև թե ինչ ասվեց. պիտի սիրես քո ընկերոջը եւ պիտի ատես քո թշնամուն։ Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է թե չարերի եւ թե բարիների վրա, եւ անձրև է բերում թե արդարների եւ թե մեղավորների վրա։ Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ինչ կլինի, չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ Եվ եթե ողջույն տաք միայն ձեզ բարիք կամեցողներին, ինչ ավել բան արած կլինեք, չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։ Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ։